Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը Թարմ ուղեղով հաղորդաշարն է եթերում, տաղավարում Մոնիկա Մամյանին փոխարինում եմ ես Լիաննա Խաչատրյանը եւ այսօր կխոսենք գիտության մասին։ Մեր հյուրն է Գիտուր նախաձեռնության անդամ, Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։ Բարև ձեզ, պարոն Շահվերդյան։ Պարոն Շահվերդյան, սկսենք նախընտրական Հայաստանը նախընտրական խոստումներից սկսենք եւ քանի որ իշխող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ հրապարակել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նաեւ էջում իր նախընտրական ծրագիրը, որտեղ առանձին նաեւ անդրադարձել է գիտությանը, սկսենք հենց ԿՊ-ի նախընտրական ծրագրից, որից ձեր թույլտվության մեջ բերեմ, ասվում է որտեղ գիտությունը պետք է զարգանա ոչ միայն հիմնարար ուղղությամբ, այլև պետք է ստեղծի կիրառական գործիքներ, հանրային եւ պետական կյանքը, տնտեսությունը եւ կրթությունը տեխնոլոգիաների օգտագործումն առավել արդյունավետ դարձնելու համար, հանուն հանրային բարեկեցության եւ զարգացման։ Գիտությունը զարգացման մշտական ուղեկից եւ խթան պետք է լինի։ 2026-2031 թվականների ընթացքում գիտության ֆինանսավորումը կաճի եւ կհասնի ՀՆԱ-ի 1%-ի մեջբերման ավարտ։ Պարոն Շահվերդյան, կարծես թե սա հենց այն է, ինչ պահանջում էր գիտուրը կառավարությունից, ամեն ինչ ճիշտ է։ Եկեք կառաջարկեմ, քանի որ մենք ապակուսակցական նախաձեռնություն ենք, խոսանք կառավարության ծրագրից։ Երևի կուսակցությունների ծրագրերի մասով կարող ենք առանձին երբ որ բոլորին լինի մի հատ համեմատական էլի որտեղ բայց քանի որ այս կուսակցությունը այս պահին կառավարության մեծամասնությունն է ներկայացնում դրա համար շատ լավ, կառավարության սխալ չէ առանձնակի գործող կառավարության տեսանկյունից նայենք նախ տարօրինակա որ էլի գիտություն բառով պիտակավորվում է այդ երևույթը, որը կոչվում է հետազոտություններ եւ մշակումներ, դրանք տարբեր երևույթներ են ու մենք մասնավորապես մեր կարևոր առաջարկներից մեկը նոր օրենքի, երբ որ դեռ մշակվում էր վերաբերյալ հենց դրանում էր, որ եզրույթները հստակ լինեն, ճիշտ լինեն, իսկ օրենքում էին ուզում այդպիսի բան անեն, երբ որ research and development կամ հետազոտություններ եւ մշակումներ երևույթի անունը դնում էին գիտական գործունեություն, էլի բայց ստացվեց այդ երկխոսությունը վերջապես փոխեցին հետազոտության մշակումների մտավ մի հատ նոր եզրույթ հնարեցին գիտատեխնոլոգիական գործունեություն, որը էլի տենց աշխարհումից չի որ ընդունված եզրույթ է, ինչպես R&D-ն է կամ հետազոտության մշակումները, բայց ինքը ամեն դեպքում զուտ գիտություն չի, որտեղ զուտ գիտությունը ոչ մի ձև չէր կարող հավասարեցնել հետազոտության մշակումների հետ, ինքը ավելի լայն հասկացություն, հետազոտության մշակումն։ Հիմա եթե այստեղ խոսքը գնում է հետազոտության մշակումների մասին, որը ոնց որ թե գնում է, որտեղ խոսվում է կիրառական արդյունքի, տեխնոլոգիաների եւ այլն, ապա դա արդեն ոնց որ լավ է, եթե ձգտում ենք 1%-ի հասցնենք, բայց եկեք նույնիսկ նայենք կառավարության ծրագրին, որտեղ 2026-2030 կառավարության ծրագիրը, որը ռազմավարական ծրագիր է գիտության ոլորտի, որը ընդունվեց հունվարի 29-ին, եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ այդ 1% ընդհանուրն է եւ պետության եւ մասնավորի իսկ պետության հանձնառությունը 0.75-ն է առնվազն 0.75 ոնց որ տոկոսը հնայի պետքա պետությունը ներդնի R&D-ի մեջ հետազոտության մշակումների որը մի քիչ ցածրական մենք էինք ուզում բայց ամեն դեպքում պետք է ասենք որ դա ավելի բարձր է քան կար ողջունելի է, այդպիսի հանձնառություն մենք չենք տեսրել որևէ պետական ծրագրում, ավելին այդ տեսակ բարձր, հանձնառություն, որտեվ հիմա 0.27-ը։ Այս տարվա իհարկե նույն ծրագրում ես չեմ վախենա անվանեմ դա մանիպուլյացիա 0.31 են նշում, որովհետև այնտեղ են ներառում նաև ակադեմիական քաղաքի ծախսերը։ Բայց դա բան է, դա մանիպուլյացիա է, առնվազն որտեղ ակադեմիական քաղաքի այսօրվա ծախսերը ոչ մի ձև չի կարելի համարել հետազոտությունների մշակումների ծախսեր։ Այսինքն իրական թիվը հիմա այն կանխատեսումով ՀՆԱ-ի որ կա եւ այն հատկացումների չափը որ այս տարվա բյուջեում դրվել են, դա 0.27 է։ Եվ ստացվում է որ 30 թվականին ըստ կառավարության ծրագրի հանձնառություն է վերցրվել, թիրախադրվել, հասցնել մոտ 3 անգամ ավել։ Սա պետք է հասկանալ, որ ՀՆԱ-ի չափաբաժին, եթե ՀՆԱ-ն էլ մինչև դա աճի, կարող է մենք ունենանք, չգիտեմ, քառապատիկ աճ, եթե իհարկե թիրախին հասնեն, դա է հարց։ Այն ծրագրերը, որ հիմա միջոցառումներ որ դրված են, իրենք ոնց որ
տարբեր մակարդակի մանրամասնությունն են, իրանց մանրամասնությունը շատ բարձր է, երբ որ հարցը գալիս է մանրամասնությունը փոքր է, երբ տենց ավելի լավն է, հա, ասենց ասեմ, ավելի մանրամասն է, երբ որ հարցը գալիս է ակադեմիական գիտությանը, եւ մանրամասն չի, երբ որ հարցը գալիս է, թե ոնց են դա օգտագործվելու պետության կարիքների համար, հա, այսինքն պետության կարիքներից ելնող հետազոտությունների եւ մշակումներ իրականացնելու այդ մասը շատ թույլ է։ Հիմա ըստ այդ ծրագրի մի քիչ հասկանալի է, ոնց ենք այդ 75-ին հասնելու դեռ, այսինքն որ սա գումարը իրար ոնց որ տես տպավորությունն է, որ ոնց որ չենք ձգի, բայց ամեն դեպքում արդեն թիրախը լավ է, դրան զուգահեռ նաև մենք աշխատում ենք հիմա կառավարության հետ, որպեսզի արդեն այդ կարիքներից բխող հետազոտության մշակումների պատվերի մեխանիզմը ձևավորվի։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հարցեր ունեք կառավարությանը հենց կապված այդ կարիքներից բխող արտահայտության հետ, որովհետև պարզ չի, թե ինչպես են հաշվարկվել այդ կարիքները կամ ինչ կարիքներ են հաշվարկել։ Չէ, այդ ռազմական ծրագրի մեջ մեխանիզմները, թե ոնց պետք է այդ կարիքներից բխող հետազոտության մշակումների ծախսերը ավելացվեն, գրված չեն մեծ հաշվում։ Շատ մեծ կտորներով է ինչ-որ բան։ Այնտեղ ընդունվում է անկեղծորեն, ասենց ասեմ, հա, որ մենք ունենք խնդիր այդտեղ։ Դա արդեն լավ է։ Բայց լուծումները չեն գրված, այսինքն դա ոնց որ ասում է, ինչ որ sense մեծ կտորներով բյուջեներ են հատկացված, ինչ որ ծրագրերի վրա, որ ոնց որ հետո կմշակենք դրանք։ Ու իմիջիալոց, ասենք վերջերս, եթե նայեք հարցազրույցը հենց գիտության կոմիտեի ղեկավարի, ոնց որ իրենք անկեղծորեն ընդունում են, որ դա այդպես է, այո։ Եվ մենք էլ մեր հայտարարության մեջ անդրադարձել ենք դրան, որը հրապարակեցինք անցած շաբաթ։ Միակ այստեղ ամենակարևոր բանը այդ կարիքներից բխող պետական ոնց որ պատվերի, հետազոտության մշակումների պատվերի մեխանիզմի մասով, որ մեր համար լրիվ զարմանալի էր, որ այնտեղ ոչ մի բառ գրված չի այն պայմանավորվածության մասին, որը մենք իրենց ներկայությամբ եւ ՊՏ նախարարության ներկայությամբ վարչապետի մոտ ունեցել ենք անցած տարվա նոյեմբերի 10-ին, որտեղ մենք ներկայացրեցինք, թե ինչ ինստիտուցիոնալ բաց ենք տեսնում Հայաստանում այս հարցում, վարչապետը ընդունեց դա, եւ եկանք այն պայմանավորության, որ կառավարությունը հետազոտություն կպատվիրի, թե Հայաստանում ինչ մոդելով պետքա այդ ինստիտուցիոնալ բացը փակվի։ Հումանիտարի։ Չէ, հումանիտար հասարականի հետ էլ կապված հարցեր կան, հեսա գանք դրան։ Հիմա այդ հետազոտության մասով արդեն հանձնարարականը տրված է, հենց գիտության կոմիտեն էլ դրա պատասխանատուն է, մենք ամեն ձև օգնում ենք իրանց, հիմա աշխատում ենք իրանց հետ, նես չէ որ աշխատանք կանգնած է, մենք աշխատում ենք։ Բայց տարօրինակն է, որ ռազմավարությունը ընդունվել է այդ հանդիպումից 2.5 ամիս հետո եւ ռազմավարության այդ ռազմական ծրագրի մեջ, ռազմավարություն չի, ռազմական ծրագրի մեջ դրա մասին խոսք չկա։ Երբ որ մենք այդ աշխատանքը իրար հետ տանում ենք։ Իսկ դա այն ամենակրիտիկական եւ կարեւոր եւ մանրամասն են, ոնց ասեմ, նպատակին ուղղված քայլերից մեկն է, որը հենց պետք է այդ խնդրի լուծում տար, որը անկեղծ ընդունվում է այդ ռազմական ծրագրի մեջ, թե ինչպես պետք է հասնենք դրան, որ պետական կարիքներից բխող այդ R&D կարիքները վերհանվեն եւ դա ինչ որ ձև ֆինանսավորվի։ Հումանիտար եւ հասարակական գիտությունների անտեսում եք նշում ձեր հայտարարության մեջ, ինչպես է դա արտահայտվում։ Այնտեղ մի հատ բացառություն կա, դա հայագիտությունն է, հա, դա պետք է շեշտենք, որ ինքը գրված է առաջնահերթություն, դա ճիշտ է որ գրված է։ Ուրիշ հարց է թե ինչու գրված է, որ հետո առանձին ռազմավարություն կընդունենք դրա համար, գուցե դա էլ է նորմալ, բայց դրանից բացի հասարակական հումանիտար ուղղությունները լավ ինչ որ չափով կարելի ասել են 12 STEM ուղղություններում ինչ-որ բանը միջդասակարգային ինչ-որ բաներ ա վերցրած, բայց մեծ հաշվով չի երևում, որ դրանք արտացոլված են եւ ստե ամենամեծ խնդիրը նրանում է, որ իրենք վերցրել են եթե չեմ սխալվում 8 տարբեր փաստաթղթեր միջազգային տենց կառույցներից, եվրոպական, ՆԱՏՕ, OECD, հա, եւ դրանց մեջ այնտեղ հարյուրավոր երևի ինչ-որ ուղղություններ կան, հա, տեխնոլոգիական միտումներ, որտեղ որ առաջընթաց է լինելու աշխարհում եւ որոնք կարեւոր են այդ կազմակերպությունների համար եւ դա ինչ որ ձևով զտել են, ստացել են տեղից 12 ուղղություն։ Այդ մեխանիզմը բացարձակապես նկարագրված չի։ Հա գրված է, որ համադրելով ստացել ենք 12 ուղղություն, բայց մեխանիզմը գրված չի, նկարագրված չի։ Դա ինչպես է արվել։ Եվ հարցը առաջանում, ինչի դրանից դուրս մյուս բաները պետք է կարևոր չեն
Երկրորդը ով ասեց, որ Հայաստանի առաջնահերթությունները ոնց որ կապված են այդ մեծ ցուցակների հետ, այնտեղ որտեվ փաստաթղթում ոչ մի հղում չկա հայկական որևէ կարիքների գնահատման, ռիսկերի գնահատման, ինչ որ ներքին այդպես կանխատեսումների վերլուծության որևէ փաստաթղթի վրա հղում չկա, որ մենք կարողանանք ասել, որ լավ, եթե նույնիսկ մեթոդոլոգիան ստեղ նկարագրված չի, բայց երևի ինչ որ բանի վրա հիմնվել են, հա, բացի այն 2050 ոնց էր բարեփոխման վերակառուցման թե եսի ինչ մի ռազմավարություններ, որը այդպես ռազմավարություն էլ չի էլի։ Այսինքն անհասկանալի է թե ինչ մեխանիզմով է ընտրվել, զտվել այդ ազգը եւ ինչ կապ ունի դրանք Հայաստանի կարիքների հետ։ Որքան հասկանում եմ, նաև անհասկանալի է, ավելի ճիշտ այսպես ասենք, կան որոշակի հարցեր անվտանգության կարիքների գնահատման հետ կապված։ Բավականին նեղ պատկերացում։ Հա, դա էլ էր մեծ։ Դա ռազմական ծրագրում, հա, այտենց մի քանի տեղեր կա անվտանգություն, ոնց որ այտենց բառն է կիրառվում, բայց կարծես միանգամից դա փոխարինվում է պաշտպանություն բառով։ Այսինքն ոնց որ նեղ իմաստով է ընկալվում այդ բառը, երբ որ դա այդպես չլինի, հա, անվտանգությունը շատ ավելի համակարգային տարբեր կոմպոնենտներ ունեցող հարց է եւ տարբեր երկրներում դա ոնց որ այդ կոմպոնենտները տարբեր ձև են դրսևորվում, հա, բարենային անվտանգությունն է, ջրային ռեսուրսներ են, էներգետիկա, կիբերանվտանգությունն է եւ բազմաթիվ այլ հարցեր էլի։ Դրանց մասին ոնց որ այդ ուղղությունները նույնիսկ այդ հասարակական հումանիտարին վերաբերող ոնց որ հարցեր կան, որոնք անվտանգային վերաբերվում, հա, եւ ոնց որ հասարակական հումանիտար ուղղություններին անվտանգային տեսանկյունից չի նայվում, նույնիսկ այն ստեմ ուղղությունները հաճախ նես չի որ անվտանգային տեսանկյունից է նայվում, սա ոնց որ շատ մեծ բաց է էլի, որ մենք համարում ենք։ Վերադառնալով բյուջեին եւ գումարի տրամադրման, հա, այսպես ասենք, ֆինանսավորման ավելի ճիշտ։ Մտքից գալիս է վերջին առնվազն իմ տեսած, հա, փաստաթուղթը կապված օրինակ ռազմաարդյունաբերության կոմիտեի հետ, որը բավական մեծ աղմուկ առաջացրեց, որ բյուջեի թերակատարում է տեղի ունեցել, հետո հասկացանք, որ շատ տարբեր ոլորտներում է նման թերակատարում գրանցվում, այդ թվում նաև պաշտպանական։ Ձեր ընդդիմախոսը ենթադրյալ կարող է ասել, գիտեք ինչ, հո մենակ ֆինանսավորման բարձրացմամբ չի, մի տոկոսի հասցնելով չի։ Դուք տեսեք, մենք այս 0.31-ը կարողանում ենք էֆեկտիվորեն իրացնել, հա, հասնել որոշակի արդյունքի։ Նոր խոսենք արդեն 0.75-ի մասին եւ նոր վերջում 1%-ի մասին։ Մենակ ու այդպես չի, կարող մենք չունենք այդ ներուժը նման ֆինանսավորման բեռը տանելու էֆեկտիվ ձևով, հա, այսինքն շատ լավ հարց եք տալի, հա, այստեղ, բայց եկեք հասկանանք էֆեկտիվություն ասելով ինչ ենք հասկանում, հա։ Եթե նայում ենք ընդհանուր R&D ծախսերին, էֆեկտիվություն ասելով պետք է հասկանալ, թե դրանք մեծ հաշվով տարբեր ժամանակային կտրվածքներով, եթե ոնց որ ապագնայինք հորիզոններ, հա, ինչպիսի ճանապարհներով են օգուտ տալու Հայաստանի Հանրապետությանը, հա, եւ այն տարբեր խնդիրներին, որը Հայաստանի Հանրապետությունն ունի։ Հիմա այդտեղ շատ կարևոր նայել, հետեւաբար այդ R&D ծախսերը ինչ մեխանիզմներով, ինչ գործիքակազմով են ներդրվում։ Որտեւ այսօրվա գործիքակազմերը երկուսն են մեծ հաշվով։ Մեկը դա ակադեմիական գիտության ֆինանսավորումն է, եւ երկրորդը դա պաշտպանական հետազոտության մշակումների ԳՀՊԿ, հա, որ ասում են դրանց ֆինանսավորումն է։ Մնացածը, որոնք ասենք տենց կիրառական նշանակություն ունեն, այսինքն տնտեսության համար կարող են օգուտ տալ կամ ինչ որ երկակի նշանակության, բայց էլ երկակին պաշտպանականի տեսանկյունից, հա, դրանք շատ տենց չնչին մաս են կազմում այդ ամբողջ բյուջեի մեջ, հա։ Եթե նայենք ԿԳՄՍ նախարարության բարձրագույն գիտության կոմիտեի բյուջեի ոնց որ կառուցվածքը, այնտեղ մեծ հաշվով ակադեմիական գիտության լոգիկայով է ծախսվում, այսինքն տպագրություններ են պահանջվում։ Տպագրությունները դա նշանակում է բաց գիտելիք, որը հասանելի է բոլորին, որը շատ կարևոր է
այս կոմպոնենտը կարևոր է, եկեք դա ֆիքսենք, հա, նես չի որ մենք դրան դեմ ենք։ Մենք ինքներս ենք դրա համար ոնց որ պայքարել ժամանակին, հա, որ այդ ավելացումները տեղի ունեցան։ Հարցը նման որ եթե մենակ դա ես անում, դու չես կարողանում այդ R&D-ն որպես գործիք, հետազոտության մշակումները ամբողջապես իրացնել եւ օգտագործել։ Իսկ դա գործիք է, պետք է հասկանալ, դա պետության հզորացման գործիք է։ Մեր մոտ պակասում են շահույթ հետապնդող ոնց որ շահույթի նպատակով հետազոտության մշակումների եւ անվտանգության նպատակով հետազոտության մշակումների ֆինանսավորման մեխանիզմները համակարգային ձևով շահույթի ոնց որ նպատակով հետազոտության մշակումների մասով հիմա ինչ որ ոնց որ ծրագրեր sense ոնց որ մեկնարկի մեջ են, հա, sense ասենք, հələ կտեսնենք դրանք ոնց են գործարկվում, հետեւաբար ստեղ հələ մի քիչ վիճակը լավ է։ Ասենք մենք ունենք բթա նախարարությունն է հիմա նոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագիրը մշակում, սպասում ենք, հեսա հուսով ենք շուտով արդեն դրա սևագիրը կլինի եւ կա նոր այդ հիմնադրամը Հայաստանի նորարարությունների հիմնադրամը, որը նույնպես տենց ընթացքի մեջ է, հիմա ոնց որ տեղել ենք սպասում, որ ինչ որ զարգացումներ կլինեն։ Իրականում ակնկալում ենք, որ էկոնոմիկայի նախարարությունն էլ վերջապես կսկսի, ասենք, այդ միջին տեխնոլոգիական եւ ցածր տեխնոլոգիական բնագավառների համար ինչ որ վերջապես մեխանիզմներ ձևավորել, որտեղ իրանք ունեն նույնիսկ վարչություն հատուկ այդ թեմայով, բայց մենք չենք տեսնում որևէ R&D ծախս էկոնոմիկայի նախարարության մեջ, ասենց ասեմ։ Բայց ասենք անվտանգային մասում մեր մոտ վիճակն էլ ավելի վատ է, որովհետեւ բացի պաշտպանականից մենք որևէ այլ գործիք չունենք, պատասխանատու չունենք։ Մենք հենց այդ իրականում նպատակով էլ գնացել էինք հանդիպելու վարչապետի մոտ, որ ցույց տանք, որ գիտեք, այստեղ ամենամեծ խնդիրն է, որտեղ մենք շփվել ենք բոլոր նախարարների հետ, որ կապ ունի սրա հետ, անվտանգության խորհրդի հետ ենք շփվել, հա, եւ տեսնում ենք, որ բացի պաշտպանական հետ դնենք մի կողմ, ունի ինքը հատուկ պատասխանատու, հա, բայց մնացած անվտանգային թեմաների հարցով R&D ֆինանսավորելու պատասխանատու չկա Հայաստանում։ Տեր չունի այս հարցը։ Եվ հենց այդ էլի գալիս եմ արդյունավետության, հա, երբ որ հարց առաջացավ, որ բա ինչ եք ու ինչի վրա եք ուզում ֆինանսավորումը ավելացվի, հա, այսինքն մեզ առաջինը պետքա ծրագրեր լինեն, հետո ֆինանսավորեն, նույնիսկ վերհիշեցինք այն մեր նախկին հանդիպումը 21 թվականի վարչապետի հետ, երբ որ մենք գնացել էինք, ասել են գիտության կոմիտեում շատ լավ ծրագրեր կա, մենք կարծում ենք դրանք պետքա ֆինանսավորել, եւ ոնց որ համոզեցինք եւ դա տեղի ունեցավ։ Հիմա այս հարցում խնդիրը նրանում է, որ այդ ծրագրերը մշակողը չկա, որոնք կարող է մեր կարիքը ընդհանրապես այնտեղ չլինի որևէ բան ասելու, կարող է դա ավտոմատ գնա, հասկաց, ընդունվի եւ ֆինանսավորվի, շատ լավ է։ Բայց մենք նույնիսկ հնարավորություն չունենք գնանք ասենք, գիտեք, այսինչ ծրագրերը մենք կարծում ենք ավելի լավն է, կարող է դուք հələ կամուկացի մեջ եք, բայց մեր կարծիքով պետք է ուտեղ ինչ որ բան գանք, հա, կոնսենսուսի գանք, համաձայնության գանք։ Հիմա մեր ոնց որ ամբողջ խնդիրը նրանում է, որ ասում ենք մեխանիզմը չկա, որ խոսանք արդյունավետության մասին։ Այսինքն առանձին մեխանիզմների արդյունավետությունը եթե կարող ես նեղ սահմանես, դրանց մասին կարելի է խոսալ, բայց մի քիչ ճիշտ չի։ Ասենք հիմա, ասենք գիտության կոմիտեն ԿԳՄՍ նախարարությունը արդյունավետ է գործում։ Եթե մենակ տպագրությունների մասով նայենք, ահագին լավացել է, հա, այսինքն իրանք որակ են բարձրացրել տպագրությունների, որակ են պահանջում, լավ, շատ լավ է։ Բայց վերջի քանի որ ծախսում է հարկատուների գումար, մեզ պետք է նայել, թե մեր քաղաքացիները ինչ են ստանում դրանից։ Հա, եւ եթե մեր ակադեմիական գիտության այդ արդյունքները չեն կարող վերափոխվեն կիրառական արդյունքների տնտեսության մեջ կամ անվտանգության ոնց որ սեկտորում կամ ընդեղից խնդիրները չեն կարող վերհանենք ու բերենք այստեղ ակադեմիական գիտական ոնց որ նպատակներ սարքենք, ոնց խոսանք արդյունավետության մասին։ Հետևաբար, եթե որպեսզի կարողանանք արդյունավետության մասին խոսալ, պետք է այս մեխանիզմները ամբողջականացնել, սկզբում ինստիտուցիոնալ խնդիր ունենք, երբ որ մեխանիզմները կամբողջականացնենք, հա, ու կսկսենք արդեն այդ մեխանիզմներով ֆինանսավորել, արդեն կարելի է խոսել, թե ոնց էլ ավելի արդյունավետ սարքենք, հա, գիտեք, ասենք, եթե մեր անվտանգային խնդիրների լուծման համար մենք այսպիսի R&D ծրագրեր ենք իրականացնում, հետազոտության մշակումների, մենք կարող ենք դրանց նայել եւ ասենք արդեն գիտության ռազմավարությունը կարա ասի, գիտեք, քանի որ մենք այնտեղ այսպիսի ծրագրեր ունենք, հետեւաբար այս ինչ ուղղությունները մեր համար առաջնահերթ պետք է լինեն, որպեսզի սիներգիա լինի ինչ որ, հա, ներդաշնակություն առաջանա, այսինքն այն գիտական խմբերը, որ ձևավորվում են, հա, իրանտեղից դուրս եկած ասենք կադրերը կարողանան գնան այնտեղ աշխատեն։ Այսինքն ամեն ինչ գալիս եւ հանգում է պետության, այսպես ասենք, իմաստի եւ նպատակադրության
Այո։ Մեծ հաշվով, այսինքն նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչի համար ենք հավաքվել Հայաստանի Հանրապետությունում։ Հա, այդտեղ ավելի բարձր հարց կա, իհարկե դա մի քիչ Եվ դրա վրա արդեն հավաքելով, հա դա բնականաբար դա արդեն գիտուժինը չի, դա ընդհանուր հանրության դրված հարցն է, որը թերևս երևի օրվա կառավարությունը պետք է բարձրացնի հասկանա եւ արդեն դրա վրայից բխող, այսինքն շերտ հարցերը դնելով հասնել ինչ որ կետի, այո, մեզ պետք է գիտություն, ինչու համար է մեզ պետք գիտություն, ինչ ենք մենք զարգացնում, որպիսի էլի պատասխանենք առաջին հարցին։ Հա, այդտեղ մի ոնց որ տարանջատում էլ կա, վերջերս հենց այդ տեխնիկական առաջադրանքը, որ քննարկում էինք մեր գործընկերների հետ, որը հանդիպմանը վարչապետի մոտ ոնց որ համաձայնեցինք եւ վարչապետն ասաց որ կառավարությունը այդպիսի հետազոտություն կֆինանսավորի, որ հասկանանք ինչ մոդելով է արվում, եւ ոնց որ տեխնիկական առաջադրանքը ոնց էր պայմանավորվել, որ պետք է կոնսենսուսով հասնենք դրա ստեղծմանը, հա, այդ վերջում ինչ որ շրջանակը թե ինչ պետք է հետազոտվի, որ քննարկում ենք, այդտեղ հարց առաջացավ, հա, հիմա խոսք գնաց առաջնահերթությունները սահմանելու մասին։ Հա, ու մենք ոնց որ այդտեղ հստակ տարանջատեցինք, ընդհանուր պետության առաջնահերթությունների սահմանումը այս ոնց որ այս շրջանակից դուրս է, դա մենք ենթադրում ենք, որ կա։ Հա, իհարկե կարող ենք այդտեղ ոնց որ հարցեր ունենալ, կա թե չկա, բայց սա ոնց որ այս հետազոտությունը նաև գիտուրի շրջանակից դուրս է։ Այլ երբ որ այդ առաջնահերթությունները կան եւ դրանք ոնց են վերածվում արդեն հետազոտությունների մշակումների առաջնահերթությունների, որ այն ծրագրերը, որ իրականացնում են, որոնք ֆինանսավորվում են, չգիտեմ, տարբեր մեխանիզմով, գրանտեր կլինեն, մրցույթային ինչ-որ ծրագրեր կլինեն, պայմանագիր կլինի, որի արդյունքում ոնց որ բանա մտավոր սեփականությունը հանձնում եւ այլն, մեխանիզմները շատ են, էլի։ Ու կատարողը կլինի պետական կառույցը, պետական ինստիտուտը, համալսարանը, թե մասնավոր սեկտորի ընկերությունը, դա ուրիշ հարցեր են։ Կարևոր ունես խնդիր, ձևակերպել ես որպես R&D ծրագիր եւ դա ֆինանսավորվում է։ Հա, այս R&D արդեն ֆինանսավորման հետազոտության մշակումների ֆինանսավորման առաջնահերթությունները կարիքներից բխող։ Այդ դրա սահմանման մեխանիզմը մեզ որ պակասում է։ Ու դա շատ վառ երևում է հենց այն ռազմական ծրագրի մեջ, որ ասում են, որովհետեւ հղում չի կատարվում որևէ բանի վրա։ Ու ցավալին է, որ հավանաբար մենք այդ հարցադրումը դրեցինք, այ ես չեմ ուզում պնդեմ, բայց մենք մինչև այսօր չենք տեսել որևէ փաստաթուղթ, որի վրա կարելի է հղվել։ Դա էլ է մեծ հարց, էլի։ Շատ լավ։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, այդուհանդերձ կուզեի ամփոփենք, հա, ընդհանուր։ Որն է ձեր առաջնային պահանջները իշխող, չասեմ իշխող ուժին, արդի կառավարությանը եւ գալիք կառավարությանը, որտեղ արժևում որքան էլ մենք ուզենք ապա քաղաքականացված լինենք, արժևում ընտրություններ են ձևավորվելու են նոր կառավարություն, անկախ նրանից թե ով կախտի մենք ունենալու ենք նոր կառավարություն, որն է գիտուժի առաջնային պահանջները։ Մի բան ասեմ էլի, մենք չենք ձգտում ապա քաղաքական լինենք, մենք ապա կուսակցական ենք։ Մենք քաղաքական ենք այնքանով, ինչքանով վերաբերում է մեր օրակարգին, բայց մենք կուսակցական նախընտրելիություն չունենք, դիտում ենք մենակ մեր օրակարգի տեսանկյունից հարցերին։ Հիմա ներկա գալիք կառավարություն, հա, մեր գլխավոր պահանջը մնում է մեկը, հա, որ պետքա գիտությունը եւ տեխնոլոգիաները դիտարկվեն եւ դրանց ֆինանսավորումը պետության կողմից դիտարկվի որպես գործիք պետության հզորացման համար։ Դա ոնց որ տարրական ճշմարտությունը ամբողջ աշխարհում, որը մենք որպես անկախ պետություն դեռ չենք ընկալել։ Հետևաբար մեր ինքնիշխանությունը կաղում է դրա պատճառով, որտեղ դրանով են պետությունները զորում։ Ու այն որ մինչև այսօր մենք դեռ ունենք ինստիտուցիոնալ բացեր, դա ցույց է տալիս մեր այս 35 տարվա քաղաքական մտքի տկարությունը, որ մենք ժամանակակիցը չեմ ասի, ցանկացած ժամանակ պետությունի, որը ձգտել է լինել ինքնիշխան, ինքը միշտ արել է այդ հետազոտությունների մշակումը, հիմա կարող է վերջին մի քանի 100 տարում է դա այտենց հստակ ձևակերպվել դա ինչ է, բայց փաստացիորեն այդ տեխնոլոգիական զարգացումն է միշտ ապահովել պետությունների անկախ նրանից տեխնոլոգիաները քո մոտ հիմա տարեր հորինելն է։ Հա, ճիշտ է, այո։ Թե ինչը դա էլ է տեխնոլոգիա, չէ՞, այսինքն դու միևնույն է, հա։ Այո, հիմա եւ հատկապես այսօր, ինչպես եւ ելեմ բրգնում միշտ, բայց հատկապես այսօր, եթե մենք դեռ այդ քաղաքական գիտակցությանը չենք եկել, որ մեր պետության հզորացումը եւ ինքնիշխանության ամրապնդումը դա կարևորագույն գործիք է դրա մեջ, առանց դրա անհնար կլինի, որտեվ քո ում հետ դու մրցում ես, իրանք էլ են այդ գործիքից օգտվում։ Եվ իրանց ռեսուրսները էլ ավելի արդյունավետ են սկսում օգտագործել։
եթե դա չես անում, ոնց որ դա բան է, չլնող բան է ոնց որ էլի, ոնց որ բախտի հույսին ես մնում։ Եթե ուզում ես լինի դա հաշվարկված, ոնց որ ռիսկերի կառավարումով, հա, հստակ ինչ որ պլաններ կարողանաս գծես եւ իրականացնել կարճաժամկետից մինչեւ երկարաժամկետ եւ քո ոնց որ ռիսկերին կառավարելու ձև ունենաս, հա, դիմակայելու մեխանիզմներ ունենաս, դու պետք է այդ գործիքը սկսես շատ ակտիվ ձևով, արդյունավետ ձևով կիրառել։ Բայց մենք մինչև այսօր չունենք այդ ինստիտուցիոնալ կարողությունը եւ դրան կարեւորությունը տենց դեռ պետք է ամեն տեղից երևա, դեռ չի երևում, էլի, չնայած որոր էլ եմ ասում, առաջընթաց ունենք, լավ է, մենք աշխատում ենք, պատրաստ ենք օգնենք, գոնե ընդունվել է, սա լուրջ առաջներ, որ ընդունվեց, որ խնդիրը կա, որտեվ մինչև այդ մենք խնդիր ունեինք, որ ոնց որ կարծես խնդիրը չլներ, այսինքն մարդիկ չէին ընկալում, որ խնդիր կա։ Ինստիտուցիոնալ բաց ունի լուրջ պետությունը։ Հիմա դա ընդունվել է, հիմա աշխատում ենք դա փակելու վրա, բայց սա պետք է անել շատ ավելի արագ։ Սա պետք է թափով իրականացնել եւ վերջապես այդ ինստիտուցիոնալ մեխանիզմը պետք է ձևովեն ու սկսեն գործել։ Դա մեր գլխավոր պահանջը։ Շատ լավ, շատ շնորհակալություն մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, մեր հյուրներ Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։